Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ հիշեցնել, երկրորդ օրն է ազգային ժողովը ոչ լեգիտիմ կազմով է գործում, քանի որ տնային կալանքի տակ է մեր գործընկեր Արտուր Սարգսյանը եւ ի վիճակի չի այստեղ ներկա լինել եւ նաեւ որոշ հարցադրումների պատասխանել եւ դրա համար ազատություն բոլոր քաղբանտարկյալների։ Կոչս Ալխազ Ղազարանին, Տիկին Ղազարյան, մի ամիս առաջ նախագիծը արագ բերիք ընտրական օրենսգիրքը փոխիկ, որ կես տարուց պակաս Հայաստանում ապրածներին ընտրություններին չեն կարող մասնակցել։ Քանի որ ձեր մոտ շփթփ ստացվում է, ես վերջին 5 տարվա ազգային ժողովի պատմական թեմաներով բանավեճերը լսելով կառաջարկեմ մի հատ օրենքի նախագիծ բերել։ Ազգային ժողովի падգամավորի տեխնացու արգելվում է լինել պատմության ֆակուլտետի շրջանավարտներին։ Բրծնենք այս պատմություններին, բրծնենք այս պատմություններին։ Բայց քանի որ արձագանք եք տեղի։ Հա, կառաջարկեմ լրագրողներին առաջին հերթին Նիկոլից կպրծնենք ու կպրծնենք։ Բայց քանի որ պարոն Եղոյանն էր այստեղ խոսում, պարոն Եղոյանն էր խոսում, ես հողի վրա մի դեպք պատմեմ։ Գործընկերների շատերը կհիշեն, մի 3 տարի առաջ բյուջեի նախագծի քննարկումն էր ազգային ժողովում, որոշեցի սուր ելույթ ունենալ, մի քանի տարվա ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի ելույթներից հատվածներով սկսի կարդալ։ Ուրիշ բան չեմ արել, մի հատված կար, որը վերաբերում էր խոսքը պատավատապետությանը, թե ոնց էր բմբլահանանում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը ինչի պետքա պատավատ ունենա։ Այդ օրը Նիկոլ Փաշինյանը իդեպ սափրվեց, այդ օրն է սափրվել, եւ հաջորդ օրվանից կռի տվեց պատավատների դեմ։ Իհարկե կրճատեցին պաշտպանության նախարարության աշխատողներին տեղափոխող ավտոբուսները, ազգային ժողովի աշխատողներին տեղափոխող ավտոբուսները, բայց ցենց էլի ամեն օր հաշվետվություն են տալիս, այդ պատավատապետության պատմությունն է։ Քարոզարշավի օրերն է, Վայոց ձոր են գնացել, Խաչիկ գյուղի մեր հայրենակիցներից մեկը եկել ասում է, պարոն Մանուկյան, փաստորեն ձեր պատճառով է, որ մեր համայնքի սահմանամերձ Խաչիկ գյուղ Նիվան կրճատել են։ Ասեմ ինչի։ Ասում է ԿՊ-ից եկել են պատգամավորներ, Արման Եղոյանին ասինք մեր համայնքի սահմանամերձ գյուղի Նիվան կրճատել են, ասել է Մանուկյան գեղամն է մեղավոր, որտեղ ինքը ազգային ժողովի ամբիոնից քննադատել է պատավատապետությունը։ Այսինքն, ես այստեղից ներողություն եմ խնդրում Խաչիկ գյուղի սահմանամերձ իմ համար շատ թանկ ու հարազատ Խաչիկ գյուղի բնակիչներից, որտեղ ես քննադատել եմ պաշտոնյաների, էլեկտրամոբիլ, Երևանի քաղաքապետ, տարբեր նախարարների պատավատները, Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը, բայց կրճատել են սահմանամերձ Խաչիկ գյուղի պատավատը։ Ջան, մի արձագանք եք տեղից։ Պարոն Կոնջերյանը այստեղ բայց լավ կլներ, որ այստեղ լիներ։ Այք, Պարոն Գաբրիելյան, մի արձագանք եք տեղից։ Մեկ շատ վաստակավոր հին պետական գործիչ կար, Վլադիմիր Մովսիսյան, հանգուցյալը։ Մի օր կառավարության նիստի ընդմիջմանը նախարարներից մեկը Վլադիմիր Միրանիչի փողկապը շուռա տալիս, նայում է, լավ ֆիրմա է, ասում է Վլադիմիր Միրանիչ, էս ով է ձեզ կաշառք տվել։ Կոպիտ բառը օգտագործում, ասում է, այ տղա, ձերը նվերա իմը կաշառք, հա։ Այսօրվա ամբողջ քննարկումը իրականում անկեղծ եմ ասում, ես մտքով տեղափոխվում եմ մի 10 տարի առաջ։ Եվ ինչ կկատարվեր։ Հարցը պարոն Կոնջերյանի կինը չի։ Հարցը պարոն Կոնջերյանի եղբայրը որպես ընտանիքի անդամ չի։ Հարցը իշխող խմբակցության ղեկավարի կնոջ բարձր, շատ բարձր պաշտոնի նշանակումն է։ Հարցը ոչ թե պարոն Կոնջերյանի եղբոր հարցն է, այլ հարցը, որովհետև ի վերջո որպես ազգային ժողովի պատգամավորներ, տարբեր պաշտոնյաներ, նաև մեր կյանքը հանրայնացվել է, դրա համար է, որ այսպես ասեմ, այն մեր բոլորի նորմալ մարդու կարմիր գիծը ընտանիքի հետ հարաբերություններ չունենալ, որ երբեք չենք անցնում։ Բայց հարցը ինչի եմ ես ասում, այդ ամբողջ սկանդալը այդ Աբովյանի, որ չեմ էլ ուզում իրավական հարցերով անդրադառնամ, այնտեղ հաղորդում են տվել, ուրիշ դեպքում ես պատկերացնում եմ, էլի ստատուսի համար մի անգամից տպել տարել էին քրչակար մարմինները հետաքննություն են իրականացնում, տա Աստված որևէ մեկը անազատության վայրում չհայտնվի։ Բայց մեկ էլ փաստեր են ելնում դուրս։
փաստեր են ելնում 60-70 միլիոն դրամներ շրջանառություն կանխիկ փող ժողովուրդ ջան, բայց դու մեկ ստիպում որ ՀԴՄ կտրոն քաղաքացիները որ պահանջեն խանութներից բա այն ամենափոքր զանցանքի համար ուրա գործի անցնում ամբողջ պետական համակարգ իրավապահ համակարգը եթե մազաչափ անգամ այդ քաղաքացին անհույս անուսալի կարգավիճակ ունի քաղաքական առումով խնդիրը սա է հիմա բան կոնջերան ասում է դե հարցումներ արեք բան արեք լավ հետաքննություններ են լինում հետ կանցած տարի բազմաթիվ նման սկանդալային նյութեր տպեց բնակարանից ձեռքբերման եւ այլն բայց այն արատավոր արտահայտությունը որ կար նախկինների մոտ որ դե թղթերով ամեն ինչ ճիշտ է նշանակում ամեն ինչ ճիշտ է բայց որ հետաքննություն կա մի անգամ Նիկոլ Փաշինյանին այսպես տրցակ եմ տվել հետաքննական նյութերի ես հիշում եմ ինչ նյութեր եմ տվել որևէ մեկի շուրջ արձագանք չկա, որովհետև բոլոր նյութերը, որ հետաքննական տրվել է, վերաբերվում էր այս կամ այն պետական պաշտոնյային։ Նայեք, խոսքը է, չեմ ուզում ամբողջական ասեմ, աշխարհում ասում ամենահեշտ երկու բանը կա, մեկի գրպանի փողը հաշվելն է մեկը։ Գրպանի փող հաշվելու հարցը չի։ Սա ի վերջո այս իշխանության մեջ կար ժամանակում 8 տարվա ընթացքում այդ ցոփությունն է որ կա նայեք օրերս ահազանգ են հնչեցրել հայտարարություն են կարել քարոզարշավի ընտրարշավի ժամանակ նվիրատուներին իրավապահ մարմինները հերթով կանչում են հարցաքննության որից այդ փողը որ նվիրատվություն է կատարել բայց կանչել են հարցաքննության շուրջ 20 բժշկական հաստատության տնօրենի, թե եղբայր ինչպես է եղել, որ երկու աշխատանքային օրվա ընթացքում բոլորը հերթով երևի չաթ ունեն հիվանդանոցների գլխավոր բժիշկները, ասում են տղեկ, ՔՊ-ին պետքա օգնել։ 20 հիվանդանոցից ավելը երկու օրվա ընթացքում ամեն մեկը կես միլիոն դրամ քաղաքացիական պայմանագրի նվիրատվություն է արել։ Քննչական մարմինները հետաքրքրված կլինեն, Քավլիցի ինչ եք ասում։ Նայեք, հիմա այս իշխանությունը, որ միշտ հպարտանում է ժողովրդավարությամբ եւ այլն, ես շուտ 30 տարի լրատվության ոլորտում եմ։ Այսքան մամուլի խոսքի անարժեքություն ես չեմ տեսել։ Խոսում եմ մի մարդ, որը եղել է լուրերի տնօրեն, որի երկորվա ռեպորտաժի արդյունքում մինիստրն են գործից անել, որովհետև նոր տարվանից 2 օր հետո խմած կրակել է արդեն ծեծել է էլեկտրոցանցի աշխատողին, որովհետև լույսը կտրած էր եղել։ Բայց այսօր հետաքննական լրատվամիջոցները հրապարակում են ահավոր աղաղակող փաստեր, նույն իշխող կուսակցությանը մարդիկ նվիրատվություն են արել 1 միլիոն դրամ, 1.5 միլիոն դրամ, լրագրողները զանգում են այդ մարդուն ասում են դուք իրոք նվիրատվություն առնում եք, չէ, պարզում է մի հատ մեծ, ամենամեծ ֆիրմաներից մեկը իր աշխատողների անունով ՔՊ-ին նվիրատվություն է անում։ Ձայն բարբառո հանապատի։ Կանոր պարոն Կոնջերյանը եկա, պարոն Կոնջերյան, ես պատմաբան չեմ, բայց սիրում եմ ճշմարտությունները։ 24 ժամ առաջ ես ասել եմ հետևյալը. 1919 թվականին օգոստոսի 1-ին խորհրդարանի նիստում, որտեղ ներկա էր Թուրքիայի դեսպանը, Ավետիս Սահակյանը խոսել է մեր իրավունքների մասին, 18 թվի ներողություն, 19 թվի մայիսի 28-ին արդեն Միացյալ Հայաստան արձակվեց։ Դուք փոխեցիք իմ խոսքը, թե այդ Ավետիք Սահակյանի 18-ի հունիսի 4-ին Բաթումի պայմանագրով 10,000 քառակուսի կիլոմետր մեկ տարի հետո Հայաստանի Հանրապետության տարածքը 70,000 քառակուսի կիլոմետրից ավելի է։ Ազատություն մեր քաղաքապետարյաններին։